որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում հանուն ժողովրդավար պետականության կուսակցության հիմնադիր նախագահ կոչ անելով մեր հայրենակիցներին եվրոպական երկրների չափորոշիչները ուսումնասիրելով սահմանել մեկ անգամյա համաներման ծրագիր ԴԱԿ-ի տուժտուգանքների հետ կապված, քանի որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ տասնյակ տարիներ շարունակ ունեն տուժեր, տուգանքներ բանկերի եւ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների հետ կապված, ինչպես նաեւ բանկերի եւ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսներին ասելով ոչ, սահմանել եվրոպական երկրների չափորոշիչներով արժանապատիվ նվազող տոկոսադրույքներ, որպեսզի ցանկացած մեր երիտասարդ սերունդ կարողանա ամուսնանա եւ ձեռք բերի հիպոթեքային եւ վարկային ցածր տոկոսադրույքով բնակարան անշարժ եւ մինչեւ խոր ծերություն այդ բարձր տոկոսներով տոկոսադրույքը փակում են հիմա այս պայծրությամբ, բայց չեն կարողանում մայր գումարը մարել, ինչպես նաեւ մեր բազմաթիվ քաղաքացիները այստեղ նշեցին միշտ ձեր գալը, ինչու ենք այսօր սկսել ակցիան, Անդրանիկ ակցիան ինչու ենք այսօր սկսել, տեղեկացնեմ։ Ուրեմն, քանի որ սերտ համագործակցում եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի գլխավոր քարտուղարի եւ իրենց աշխատակազմի հետ, տեղեկացված եմ, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայնը ժամանելու է Հայաստան հուլիսի սկզբին, հուլիսի 2-ին 3-ին, այդ իսկ պատճառով Անդրանիկ մեր ակցիան սկսել ենք հունիսի 30-ին։ Եվ մեր ակցիան կրելու է ոչ թե մեկ անգամյա բնույթ, այլ ամենօրյա բնույթ, ինչպես նաեւ այս պայծրությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ պաշտոնական էջի եւ մեր կուսակցության էջի ֆլեշմոբին են միացել բազմաթիվ քաղաքացիներ եւ նաեւ Արցախից տեղանված մեր հայրենակիցներ, որոնք որ ունեն բազմաթիվ, վարկերի եւ բանկային կազմակերպությունների պատճառով տուժեր, տուգանքներ եւ ցանկանում են, որպեսզի լինի մեկ անգամյա արժանապատիվ համաներում։ Ներկայումս ինչքան է տուժերի, տուգանքների թիվը ինչքան է հասնում։ Անկեղծ ասած, դա չեմ ուսումնասիրել, միայն ուսումնասիրել եմ եվրոպական երկրների չափորոշիչները, այս պայծրությամբ մեկ շաբաթ շարունակ աշխատանք տանելով որպես միջազգային իրավագետ, որպես տարբեր պետական կառույցներում աշխատած անձ, այնպես այս պայծրությամբ ունենք օրենսդրական նախագիծ գրած, ամենօրյա ակցիայի ընթացքում կառավարության դիմաց կամ ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնելու ժամանակ կպահանջենք, որպեսզի ազգային ժողովի նորընտիր նախագահ, չգիտեմ ով կլինի, չեմ ուսումնասիրում, որովհետև այս կազմակերպելից ակցիային զբաղված այս նախաձեռնությանը օրենսդրական նախագիծը կպահանջենք պահանջ խնդրանքով, որպեսզի դուրս գա անձամբ ինքը հանդիպի ժողովրդի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, պետք է գան լսեն ժողովրդի պահանջը, խնդրանքը, կոչը եւ սահմանեն ԴԱԿ-ի տուժտուգանքների հետ կապված մեկ անգամյա համաներում, որի հետ կապված նաեւ ներգրավել ենք բոլոր պատերազմներում անմահացած մեր հերոսների ընտանիքներին, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի սպանվածների, զոհվածների ընտանիքներին, որոնք որ ունեն բազմաթիվ, այսպես ասած, տուժեր, տուգանքներ, ամենակարևորը ցանկանում եմ խոսել մի փաստի մասին։ Հուսամ, որ ձեր լրատվականը կլսեն նաև իշխանությունները, մարտի 1-ի սպանված մեր հայրենակցին, որ ինձ ներկայացրել է Վարդուհի, ուրեմն Բաղդասարյանը, ուրեմն եվրոպական դատարանի վճռով որին որ փոխհատուցում են տրամադրել իր միակ երակրողի սպանվածի մարտի 1-ի սպանվածի իր ամուսնու փոխհատուցում, այդ փոխհատուցման վրա ԴԱԿ-ն տուժտուգանք է սահմանել, բայց ուսումնասիրելով եվրոպական չափորոշիչները, ուսումնասիրելով ԵՄ-ի, ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարլամենտ ԿԴՄ-ի պաշտոնական իրավական նորմատիվ ակտերը, ԴԱԿ-ի որևիցե աշխատակից իրավունք չուներ միակ կերակրողին տրամադրված փոխհատուցման գումարի վրա կալանք դներ եւ ամենակարևորը նաեւ այդ գումարը ԴԱԿ-ն քաշեր 900,000-ից ավելի գումարը վերցներ առանց քաղաքացուն տեղեկացնելու։ Փաստենք, որ կոպտագույն
օրենքի, քաղաքացու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության սույն կետերի կոպտագույն իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել, որի հետ կապված քաղաքացին ներկայացրել է իր փաստաթղթերը, հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզի բաժինը, Բաղրամյան Վարդուի Ռուբենի, ով հանդիսանում է մարտի 1-ի սպանվածներից այրին, իր խնդրանքով չեմ ցանկանում ավելի մանրամասն ներկայացնեմ, ուրեմն տեսեք, Հենրիկ Ռաֆիկի Գաբրիելյանից օգուտ էկ լով ՈՒՎԿՍՊ-ի բռնագանձվել է ուրեմն 499,969 ՀՀ դրամ եւ տոկոսներ առանց քաղաքացուն ծանուցելու, առանց որևիցե հայփոստի կամ որևիցե էլեկտրոնային տարբերակով ծանուցում իրազեկելու, քաղաքացու եվրոպական դատարանի վճռով, որ իր ամուսնու միակ կերակրողի համար եվրոպական դատարանի վճռով սահմանվել է պետությունը փոխհատուցում տրամադրի, բայց 499,699 դրամ մեկ են բռնագանձ է եւ 500 քանի հազար դրամ մեկ են բռնագանձ է։ Ցավոք սրտի իր մայր այսպայրությամբ հիվանդանոցում է, հարգելի պատճառով այստեղ չի գտնվում, հաջորդ մեր ակցիաների ժամանակ ինքը ավելի մանրամասն կներկայացնի բոլոր մանրամասները, ինչպես նաև այսպայրությամբ իր կողմից մեր քաղաքական ուժի ներկայացրած դիմում բողոքի համաձայն պաշտոնական գրությամբ կդիմենք Արդարադատության նախարարին, որպեսզի նման հարկադիր ծառայության աշխատակիցները, որոնք որ չեն տիրապետում քաղաքացիական օրենսդրության ակտին, չեն տիրապետում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի կոնվենցիայի սույն օրենսդրական ակտերին, եվրոպական դատարանի վճռներին ենթարկվեն ծառայողական պատասխանատվության։